Ընտանիքում ուսումնական խնամքի հաստատություններում երեխաների ենթարկվում են բռնությունների, որոնց բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործում մեխանիզմները բացակայում են։ Մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է 2024-ի մշտադիտարկման արդյունքներն ու հրապարակել արտահերթ զեկույց։ Քանի որ այս հարցը իրականում շատ լուրջ է եւ մեր գնահատմամբ բողոքների եւ դիմումների թվի աճը վկայում է այն մասին, որ անհրաժեշտություն կա շատ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել, դրանով պայմանավորված մենք որոշեցինք չսպասվել տարեկան հերթական հաղորդման ժամանակ այս զեկույցի հրապարակմանը, այլ արտահերթ զեկույց հրապարակել հատուկ ուշադրությունը հրավիրելով եւ պետական իրավասու մարմիններին, որպեսզի վերջիններս հստակ ուշադրություն դարձնեն այս հարցին եւ գործում միջոցներ ձեռնարկեն բռնությունների դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ 2024-ին ստացվել է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ 97 դիմում, թիվը 2023-22 թվականների համեմատ աճել է։ Ըստ Հակոբյանի դեպքեր կան, երբ դպրոցում ուսուցիչն է երեխային բռնության ենթարկում, թույլ տալիս բառեր արտահայտություններ, որոնք դառնում են ծանր հոգեվիճակի պատճառ։ Ինչ մեխանիզմի մասին է խոսքը ընդհանրապես, այստեղ ուղեցույց ունենք մենք, որը որ իրականում շատ արդյունավետ կարող է լինել ուսումնական հաստատությունների համար, նշվում է, թե յուրաքանչյուր դեպքի առնչությամբ ինչպես պետք է տեղի ունենան հենց ուսումնական հաստատություններում այդ բռնությունների ճանաչումը, համապատասխան ուղղորդումը եւ թե նաեւ կապը այլ իրավասու մարմինների հետ, թե ինչպես պետք է տվյալները փոխանակվեն այլ պետական մարմիններին, որպեսզի լուծվի հարցը։ Յուրաքանչյուր դեպքին պետք է անդրադառնալ հատուկ մեթոդաբանությամբ։ Օրինակ, եթե կասկած կա, որ երեխան բռնության է ենթարկվում ընտանիքում, պետք է ներգրավվեն խնամակալության եւ հոգաբարձության մարմինները։ Խնդիրը ըստ Հակոբյանի, որ հաճախ չի գիտակցվում, որ արարքը բռնություն է։ Բուլինգի բռնության դեպքերը հաճախ բացահայտվում են հենց երեխաների հետ զրույցների ընթացքում։ ՄԻՊ-ի զեկույցում նշված էր օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որտեղ գրված էր, որ բռնության ոչ բոլոր տեսակներով է իրավական կարգավորումները տրված, այսինքն ես այդ առումով համամիտ եմ, բայց կարող եմ ասել նաև, որ միջոցներ ձեռնարկված են արդեն այդ ուղղությամբ եւ երեխայի իրավունքների, երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքի նախագիծ կա, որտեղ դա մեր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործընկերներն են հեղինակել, այս նախաձեռնել եւ այնտեղ նշված է օրինակ բուլինգի սահմանումն է առաջ անգամ տրված, կոնկրետ հստակ լիազորող նորմ լինի, որից հետո արդեն կբխեն մյուս իրավական ակտերը պրոցեսուալ, որոնցով արդեն կոնկրետ դերաբաշխում կլինի մեր գործընկերների միջև։ Նույն օրենքում պարունակում է դրույթ նաև կիբերանվտանգության մասին։ Երեխաների հետ աշխատանքում ներգրավված բոլոր անձինք մասնագետները պետք է ունենան համապատասխան հմտություններ։ Ժաննա Հակոբյանի խոսքով քիչ չեն դեպքերը, երբ երեխաները բռնության են ենթարկվում համացանցում։ Հաճախ թիրախ են դառնում համացանցում հրապարակված լուսանկարները։ Հաճախ երեխաների նկարներն են տարածվում ինչ-որ ձևաչափով, սկսում են արդեն համապատասխան կոմենտներ գրել եւ այլն եւ երեխաներին թիրախավորել տարբեր տեսակի արտահայտություններով եւ այլնով, որը որ հետագայում երեխաների վրա շատ բացասական ազդեցություն է ունենում։ Հենց այդ ժամանակահատվածում շատ կարեւոր է այս առումով նաեւ անձնական տվյալների պաշտպանության ոլորտին ուշադրություն դարձնել։ Այս հարցերով զբաղվում է նաև պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։